Անշարժ գույքի շուկան մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է, բայց հատկապես վերջին տարիներին հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում գրանցած աշխուժությունը, բոլորին հայտնի պատճառներով գրանցված աշխուժությունը, որը հանգեցրեց կտրուկ պահանջարկի ավելացման, ինչն էլ իր հերթին գների բավական բարձրացման եւ թանկացման բնակարանների անշարժ գույքի։ Եվ բնական է, որ հանրությանը հատկապես խնդրի այդ համատեքստում հետաքրքրում է, ինչ է տեղի ունենում անշարժ գույքի շուկայում եւ նվազում են արդյոք կամ երբ կնվազեն ի վերջո անշարժ գույքի գները։ Իսկ ինչ է կատարվում այսօր։ Պաշտոնական վիճակագրությունը, որի վերաբերյալ որոշ տվյալներ մենք ներկայացրել ենք մեր առաջին պատկերում, ըստ էության արձանագրում է, որ 2025 թվականի օգոստոսին անշարժ գույքի հետ կապված ընդհանուր գործարքների թիվը 24 թվականի օգոստոսի համեմատ նվազել է 1398-ով։ Այս տարվա հուլիսի համեմատ օգոստոսին, այսինքն մեկ ամսվա կտրվածքով նվազումը շատ ավելի մեծ տեմպով է տեղի ունեցել, ընդհանուր գործարքները 2358-ով պակաս են եղել։ Պետք է նշել, որ ընդհանուր գործարքների թվում ամենամեծ մասնաբաժինը մայրաքաղաք Երևանինն է։ Երևանի պարագայում 2024 թվականի օգոստոսի համեմատ թեև գործարքների 90-ով աճ արձանագրվել է, բայց նորից այս տարվա հուլիսի համեմատ օգոստոսին 741 գործարքով պակաս գործարք է իրականացվել։ Ճիշտ է, պետք է նշել, որ սա ընդհանուր գործարքներին է վերաբերում, բայց դրա մեծ մասը, մեծամասնությունը առք ու վաճառքի գործարքներին է եւ բավական հետաքրքիր է, թե օրինակ Երևանում այս հակասական պատկերը ինչով կարող է պայմանավորված լինել։ Տեսեք, 2024 թվականի օգոստոսի համեմատ գործարքների որոշակի ավելացումը կարծում ենք պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանում 2024 թվականը, հատկապես օգոստոսը, համընկեց այն ժամանակաշրջանի, երբ եկամտահարկի վերադարձի, ուրեմն այդ ծրագրի չեղարկման, այդ ծրագրի դադարեցման վերջնաժամկետն էր, ինչը Երևանում ըստ գոտիականության որոշակի պահանջարկի նոր պիկ ձևավորեց։ Այդ պիկով պայմանավորված, եթե ավելի պարզ կենցաղային լեզվով ասենք, մարդիկ պարզապես փորձեցին անել հնարավորը այդ հասցնելու օգտվել այդ ծրագրից, ինչով պայմանավորված բնականաբար գործարքների թիվը որոշակիորեն արագացավ։ Հենց դա է պատճառը, կարծում ենք, որ այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ որոշակի աճ արձանագրվել է։ Փոխարենը այս տարվա հուլիսի համեմատ անկում գրանցվել է։ Իդեպ հետաքրքիր եւ հատկանշական է, որ անկում գրանցվել է նաեւ հուլիսին հունիսի համեմատ, եւ եթե այս պատկերը լինի շարունակական, այսինքն հետագայում եւս մենք ամսական կտրվածքով տեսնենք շարունակական նվազում, ապա առնվազն Երևանում ընդհանուր գործարքների մասով կարող ենք որոշակի միտման մասին խոսել, կարող ենք խոսել անշարժ գույքի շուկայի որոշակի պասիվացման մասին։ Այս իմաստով իհարկե հետագա զարգացումները կլինեն մեր ուշադրության կենտրոնում։ Եվ այնուամենայնիվ, ինչպես նշեցինք, մենք դեռ խոսում ենք ընդհանուր գործարքների մասին, թեև դրանց թվում ամենաշատը առք ու վաճառքի գործարքներն են, բայց ընդհանուր գործարքների թվի նվազումը պայմանավորված է, կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով, գործոններով։ Իսկ ահա մեզ հետաքրքրող, հանրությանը առավելապես հետաքրքրող հարցի համատեքստից եթե գանք, այն է անշարժ գույքի շուկայի տաքացման հետ կապված իրավիճակը ինչպիսին է, գների հետ կապված իրավիճակը ինչպիսին է, առաջարկում եմ ուսումնասիրենք նույն Երևանի օրինակով բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի միջին շուկայական գների փոփոխությունը, որի վերաբերյալ տվյալները մեր երկրորդ պատկերում են։ Եվ այստեղ պատկերը իրականում բավական հետաքրքիր է։ Տեսեք, այս տարվա օգոստոսին 2024 թվականի օգոստոսի համեմատ Երևանի տարբեր վարչական շրջանների ըստ գոտիականության տարանջատված ցուցանիշներն ենք ներկայացրել, մենք ունենք բավական, այսպես հետաքրքիր պատկեր, ավելի շատ անկումներ են, գնանկումներ են արձանագրվել, քան ըստ տարբեր գոտիականության գների աճ։ Եթե ավելի ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ գների աճ 1 քառակուսի մետրի շուկայական միջին գնի մասին է խոսքը, ուրեմն արձանագրվել է այն վարչական շրջաններում ծայրամասային, օրինակ Մալաթիա Սեբաստիան այդ թվում, Քանագեր Զեյթունը, այսինքն Նոր-Նորքը այն վարչական շրջանները, որտեղ ամենաերկարն է գործել եկամտահարկի վերադարձելիության ծրագիրը։ Այսինքն այդ պահանջարկի կուտակումը կենտրոնից տեղափոխվել է ծայրամասեր, հետևաբար այդտեղ պահանջարկի աճով պայմանավորված աճել է նաև միջին շուկայական գինը։ Փոխարենը հակասական պատկեր է հուլիսի համեմատ օգոստոսի գների փոփոխությունը։ Այստեղ մենք եւ աճերի եւ անկումների
կարծես թե հավասար տեղաշարժեր ունենք, այսինքն հավասարապես եւ աճել են եւ գնանկում է տեղի ունեցել։ Դա կարծում ենք կարող է պայմանավորված լինել կառուցապատողների կողմից տարբեր մեխանիզմների ներդրմամբ, որով փորձ է արվում պահպանել պահանջարկը, իսկ պահանջարկի պահպանումը ենթադրում է նաեւ գների պահպանում։ Այդպիսի օրինակներից ամենատարածվածը բոլորին հայտնի տարածված օրինակներից դա ուրեմն տարաժամկետ վճարման տարբեր մեխանիզմներն են, բավական ճկուն մեխանիզմներ եւ շատ դեպքերում բավական շահավետ մեխանիզմներ գնորդի համար։ Ինչով էլ պայմանավորված, կարծում ենք կառուցապատողներին դեռ հաջողվում է բարձր պահանջարկը պահպանել եւ դրանով նաեւ պահպանել որոշակի գները։ Թեև, եթե մենք ընդհանուր միտման ներքո գտնվենք այն միտման, որի ներքո այսօր ենք, կարծում ենք, որ այս հանգամանքը եւս որոշակի ժամանակի խնդիր է։ Եթե փորձենք ամփոփել, ապա ընդհանուր առմամբ անշարժ գույքի շուկայի աշխուժությունը թեև շատ դանդաղ, բայց որոշակիորեն նվազում է։ Եվ եթե մենք այս ընթացքում չունենանք չկանխատեսված նոր զարգացումներ, որևէ այլ նոր շոկեր, ցնցումներ, ապա կարծում ենք, որ այս իրավիճակը թեկուզ եւ դանդաղ, բայց ազդելու է նաեւ անշարժ գույքի գների փոփոխությանը, գների ճշգրտմանը դեպի ներքև կամ անշարժ գույքի գների անկմանը, նվազեցմանը։